Հռոմի Պապը մտադիր է շարունակել բարձրաձայն հանդես գալ պատերազմի դեմ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղղակի քննադատությունից հետո։ Ալժիր ուղևորվելու ճանապարհին օդանավի մեջ լրագրողների հետ զրույցում Հռոմի Պապը հայտարարել է, որ քրիստոնեական ուղերձը չարաշահվում է։ Չեմ ցանկանում նրա այդ բանավեճի մեջ մտնել։ Կարծում եմ, ավետարանի ուղերձը նախատեսված չէ օգտագործել այնպես, ինչպես դա անում են որոշ մարդիկ։ Ես կշարունակեմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ, ձգտելով խթանել խաղաղությունը, երկխոսությունը եւ պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները, խնդիրների արդար լուծումներ գտնելու համար։ Այսօր աշխարհում չափազանց շատ մարդիկ են տառապում, չափազանց շատ անմեղ մարդիկ են սպանվում, եւ կարծում եմ ինչ որ մեկը պետք է բարձրաձայն ասի, որ կա ավելի լավ ճանապարհ։ Եկեղեցու ուղերձը, իմ ուղերձը, ավետարանի ուղերձը հետեւյալն է. երանելի են խաղաղարարները, որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Իմ դերը քաղաքական գործիչ լինելը չէ։ Վերջին շաբաթներին Հռոմի Պապը քննադատում էր Միացյալ Նահանգներ-Իսրայել պատերազմը Իրանի դեմ։ Շաբաթօրյա խաղաղության ուղերձում նա հերթական անգամ դատապարտել է պատերազմի խելահեղություն այն անվանելով։ Միացյալ Նահանգների նախագահը Հռոմի Պապի քննադատությանը թե հակամարտության, թե Սպիտակ տան խիստ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ երեկ ուշ երեկոյան հայտարարել էր, թե Լեո 14-րդը թույլ է հանցագործության եւ սարսափելի արտաքին քաղաքականության հարցերում։ Իրանի իշխանությունները միայն անցած տարի մահապատժի են ենթարկել առնվազն 1639 մարդու, ինչը ամենաբարձր տարեկան ցուցանիշն է 1989 թվականից ի վեր։ Այս տվյալները ներկայացրել են Նորվեգիայում գործող Iran Human Rights եւ Փարիզում հիմնված Together Against the Death Penalty կազմակերպությունները ապրիլի 13-ին հրապարակված իրենց համատեղ տարեկան զեկույցում։ Այստեղ նշվում է նաև, որ կախաղանով մահապատժի են ենթարկվել 48 կին։ Կիևի բնակիչները զգուշավոր լավատեսությամբ են արձագանքել այն լուրին, որ Հունգարիայի ընդդիմադիր Թիսակ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, հուսալով, որ Եվրոպական միության երկար ժամանակ սառեցված ֆինանսավորումը կարող է ապասառեցվել եւ հարաբերությունները Ուկրաինայի հետ կբարելավվեն։ Հուսով եմ, որ մեզ ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել այս մարդկանց հետ, փոխըմբռնման հասնել, որքան ես հասկանում եմ, հունգարացիների մեծամասնությունը ռուսամետ չէ։ Հուսով եմ ամեն ինչ կփոխվի, իշխանության կգան երիտասարդ մարդիկ, նոր արժեքները դրական ազդեցություն կունենան ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Եվրամիության վրա։ Հունգարիայի երկարամյա ազգայնական առաջնորդ Վիկտոր Օրբանը, որ ընտրություններում կորցրեց իշխանությունը, նախկինում արգելափակել էր Եվրամիության վարկի իրականացումը, պատճառաբանելով պատերազմի հետևանքով վնասված խողովակաշարի շուրջ վեճը։